Սա շենքն էր, որ անկցնքավորեցին, հասակի պատմաշեն իսպային 90%-ով պատրաստել։ Շինարարական վերջացած, այսինքն մոնտաժի փուլ են։ Հա, մոնտաժի փուլ։ Այստեղ մենք բանկետներն են կազմակերպելու նախաճաշ, ճաշ եւ ընթրիք պատվերով, այսինքն անմատած ներկերի հարկերը որտեղ ուզիներ ապրել, սա ռեստորանին համարժեք ստանալու ենք այս սրահը։ Աշխատանքները արդեն սկսված են, մի մասը, իսկ մյուս մասը երկու շաբթի օրվանից կսկսի ասֆալտապատվել, ամբողջը կգա։ Շրջանապատ հատվածը համայնքային էր, որ անդամ դեզ եկցեցին։ Հիմա մի շերտ տարված է հատվածը, զուգահեռ կարվի տեխնիկաների կանցնելը կդրենք կապ։ Այս հատվածից նայում ենք այս ուղղությամբ, որտեղ տեղադրվելու են երկու մեծ հիմնական վրանները, ամեն մեկը մոտավորապես 1500-1700 տեղի համար։ Վրանները որոշել ենք անվանական լինեն, իհարկե ինքը այս տեսքը չի ունենալու ամբողջությամբ փակվելու է, զարդարվելու է անտանոր լոգոներով, որոշել ենք վրանի առաջի անունը դնենք Արագած, երկրորդի անունը Սևան դնենք, ու նաև վրանների ներսում էլի հայկական բնաշխարհից նաև ունենանք ինչ-որ դիզայն։ Հիմա ասֆալտի հետ շերտը որ նայում են, սա դեռ վերջնական չի, մեկ հատիկ սարավարապետական է, նաև համայնքային բավականին մեծ տարածք է, բայց պատկերացեք վրանները շատ մեծել է, ռենդերով ենք ամբողջությամբ չի տալիս, շենքս ամբողջությամբ շատ մեծ վրաններ են։ Այս հատվածը պարոն վարչապետ ավելացված շենքն է, որտեղ որ նմանատիպ մենք դահլիճներ ենք ունենալու, դահլիճի այս ձևը կավորված լինելու, մենք կոնչուկով։ Սա որ դահլիճն է։ Մենք ասում ենք կոնտակտային սենյակներ, որտեղ որ հանդիպումներ լինում, այսինքն ամեն օրակարգի հարցով այս հատվածում բանակցություն լինի շատ։ Սա action zone-ներն են, այսինքն հանդիպումների համար, էլի քննարկումների համար։ Այս հատվածում, այո, այն հատվածում, որ կողմով որ մենք նայում ենք, նմանատիպ տարբեր տեղի զոնաներ են ունենալու աշխատանքային հանդիպումների համար։ Պատմասան լինելու են երկրների մեծ պավիլյոնները, շատ մեծ 10 պավիլյոնների մասը։